Կարծում եմ Միացյալ Նահանգների հետ համագործակցության շրջանակը մեծ հաշվով այսօրվա փաստաթղթում ընդգծված է։ Իհարկե մենք արդեն համատեղ գործունեություն կծավալենք TRIP ընկերության շրջանակում կառավարելու համար միջազգային եւ տարածաշրջանային երկաթուղային հոսքերը, ավտոմոբիլային, բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների, նաեւ ակնհայտորեն այդտեղ կլինեն գազամուղեր կամ գազամուղ երևի կամ գազամուղեր, նավթամուղ, էլեկտրաէներգիայի տարանցման, արտահանման ոլորտում կլինի համագործակցություն, բայց գիտեք, շատ կարևոր է արձանագրել, որ նախ ես ուզում եմ մենք ընդհանուր առմամբ արձանագրենք, թե ինչ է տեղի ունեցել մեր տարածաշրջանի հետ եւ մասնավորապես Հայաստանի Հանրապետության հետ այս ամենի համատեքստում։ Ըստ էության մենք, եթե կարելի է այդպես ասել, աշխարհի ծայրամասում գտնվող երկրից վեր ենք կացվում աշխարհի բավականին ակտիվ տեղում գտնվող երկրի եւ սրանով շատ բան ասված է։ Իդեպ շատ հետաքրքիր է տնտեսության եւ բիզնեսի վերաբերմունքը եւ արձագանքը այս ամեն ինչին։ Ես օրինակ շատ հետաքրքիր բան ա տեղի ունեցել երեք պետական կարճաժամկետ պարտատոմսերի թողարկում ա տեղի ունեցել, այսինքն դա միշտ պլանավորված ամեն տարի տեղի ունեցող իրադարձություն է եւ երեք Հայաստանի պարտատոմսերի տոկոսը ավելի քան 1.5%-ից ավելի նվազել է, այսինքն Հայաստանի Հանրապետության պարտատոմսերի եկամտաբերությունը նվազել է, այսինքն նրանք ովքեր ձեռք են բերում, պակաս եկամտաբերությամբ են ձեռք բերում, այսինքն Հայաստանի եկամուտները ավելանում են այդտեղ կամ խնայված գումարները եւ պահանջարկը 3 անգամ ավելի է եղել, այսինքն մենք պլանավորած ենք եղել 50 միլիարդի թողարկում իրականացնենք, բայց շուկան ակնկալել է 165 միլիարդի հայտ ա եղել ներկայացված, դրա արդյունքում է, որ տոկոսները նվազել են եւ շատ կարեւոր է մենք մեծ ծավալի օտարերկրյա ներդրողներ ունենք, որոնք ձեռք են բերում դրամով, սա շատ կարևոր է, դրամով Հայաստանի Հանրապետության պետական կարճաժամկետ պարտատոմսեր։ Այսինքն տնտեսական միջազգային միջավայրն էլ շատ արագ արձագանքում է այս տեղի ունեցող քաղաքական եւ տարածաշրջանային փոփոխություններին եւ այստեղ համագործակցության նոր եզրեր են բացվում Միացյալ Նահանգների հետ ասցի Եվրամիության հետ կապված ես կարծում եմ որ մենք սահմանային անցակետերի ուղղությամբ արդիականացման կամ ստեղծման ուղղությամբ համագործակցելու մեծ դաշտ ունենք։ Հիմա օրինակ Հայաստանը իրան սահմանին մաքսային եւ սահմանային անցակետ է մեծ ժամանակակից կառուցվում Հայաստան Եվրամիության համագործակցության շրջանակում։ Հիմա գիտեք, այնուամենայնիվ իրադրությունը ես չեմ ուզում որ առաջ անցնեմ, բայց ակնհայտ է որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում իրադարձություններ են տեղի ունենալու։ Ակնհայտ է, ես գիտեք ինչ, որ դանդաղ են գործում, նաև Հայաստանի կառավարության համար եմ ասում, ինչն է պատճառը, որ մենք այդպես միշտ հոռետեսության կանխավարկածով ենք լինում, ասում ենք դե թող հələ տեսնենք լինում է, չի լինում, դե երբ որ կլինի դրանից հետո արդեն կսկսենք նախապատրաստվել։ Ես կարծում եմ մի քիչ մենք այս վերաբերմունքն էլ պիտի փոխենք եւ Եվրամիության հետ, օրինակ Հայաստան-Թուրքիա սահմանին ակնհայտորեն կամուրջներ պետքա կառուցվեն, առնվազն մարգարայում կամուրջ պետքա կառուցվի, Ախուրիկում կամուրջ պետքա կառուցվի, Ախուրիկում ակնհայտ է որ մաքսային եւ սահմանային տերմինալներ պետքա կառուցվեն, Երասխում մաքսային եւ սահմանային տերմինալներ պետքա կառուցվեն։ Իհարկե նաեւ
ես գիտեք կանխատեսում եմ, որ հավանականությունը մեծ է, որ նաև Իջևան Ղազախ հատվածում մենք կարող ենք ունենալ որոշակի զարգացումներ, նաև հարավային հատվածում մենք ունենք որոշակի զարգացումներ, իհարկե մենք պետք է հասկանանք նաև հետագա աշխատանքում, որտեղ ենք աշխատում տրիպի հետ եւ որտեղ ենք աշխատում այլ գործընկերների հետ, Հայաստան-Թուրքիա սահմանին նույնպես մեծ հավանականությամբ մենք էլեկտրահաղորդման գծերի բանկ ունենանք եւ ոչ միայն էլեկտրահաղորդման գծերի վերազինման, որտեղ խորհրդային միության ժամանակներից ինչ որ բաներ մնացել են եւ մենք արդեն մասնավոր հատվածից այդ ազդակները ստանում ենք։ Մասնավոր հատվածը մեզ արդեն ասում է, մենք ուզում ենք արդեն էլեկտրաէներգիայի մասին կարող ենք մտածել Հայաստան-Թուրքիա եւ Թուրքիա-Հայաստան։ Այդ ուղղություններով կարող ենք մտածել։ Մենք ասում ենք, որ այո, կարող եք մտածել։ Ինչու ենք ասում, որովհետեւ գիտեք, մեր բանակցային այն սենյակում, որտեղ ես խոսում եմ նախագահ Էրդողանի հետ, այդտեղ այդ մակարդակում հարցերը պատկերացումները առնվազն այն տեսանելի ապագայի համար, որը այսօր խելամիտ է այդ ժամանակահատվածով դիտարկել, այդ հարցերը լուծված են եւ լուծվում են եւ շատ կարեւոր է, որ այս իրադարձությունները տեղի ունենան։ Պարոն դեսպանը մի հարցի անդրադարձավ կապված էլի բանակի հետ, այո, ես շատ կարեւոր եմ համարում եւ շնորհակալ եմ Խաղաղության եվրոպական գործիքի արդեն երկրորդ որոշման առիթով եւ դա շատ կարեւոր որոշում է, բայց ես էլի ուզում եմ մի թեմայի անդրադառնալ կապված բանակի եւ անվտանգության հետ, որովհետեւ իհարկե մեր խնդիրն է բանակը անվտանգության ապահովման ինստիտուցիոնալ շարքում հնարավորինս հետ դնել, դրա մասին առիթներ ունեցել եմ խոսելու։ Հիմա նաեւ հետեւյալն եմ ուզում ասել։ Տեսեք, ես հայտարարություն եմ արել եւ նաեւ այս ընթացքում մենք խմբեր ենք տարբեր հրավիրում ցույց տալու վերջին տարիներին Հայաստանի կողմից ձեռք բերված սպառազինությունը եւ տեխնիկան եւ դահլիճում կամ մարդիկ, ովքեր այդ այցերին ներկա են եղել կամ կազմակերպում են, եւ մենք երբ որ մարդկանց հրավիրում ենք, դա ակնհայտ է, չէ, որ մենք նշանակմա ցույց տալու բան ունենք, մենք ուզում ենք մարդիկ տեսնեն, որովհետեւ մենք համոզված ենք, որ այդ տպավորությունները կլինեն։ Բայց ես ուզում եմ մի շատ կարևոր նրբության անդրադառնալ, որը մեր իրականության մեջ կարծես թե ընկալված չի։ Այո, մենք Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու համար շատ լուրջ միջոցներ ենք ձեռք բերել այսօր արդեն շատ լուրջ միջոցներ ենք ձեռք բերել։ Հարց է ծագում, բայց ինչու մենք այդ միջոցները ձեռք չենք բերում, ասենք նախկինում։ Որ նախկինում, եկեք պայմանական ես մի ամսաթիվ նշեցի 2022 թվականի հոկտեմբերի 6։ Ինչու մենք այդ միջոցները ձեռք չենք բերում 2022 թվականի հոկտեմբերի 6-ից առաջ։ Միթե մենք չէինք ուզում, միթե մենք չենք դիմում։ Մենք դիմում էինք բոլորին։ Բայց մեզ ասում են շատ քաղաքավարի մեզ մերժում էին եւ ասում են մենք ուղղակի հրաժարվում ենք ձեզ սպառազինություն վաճառել, որովհետեւ մենք համոզված չենք, որ դուք այդ սպառազինությունը տեղակայելու եք ձեր միջազգայինորեն ճանաչված տարածքում։ Ավելին, մենք կասկածներ ունենք, որ այդ միջոցները կարող են օգտագործվել ձեր միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս։ Եվ 2022 թվականին, երբ որ մենք Պրահայում հայտարարեցինք Ադրբեջանից արձանագրվեց, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը Ալմաթայի հռչակագրի հիման վրա եւ ոչ միայն մենք դա հայտարարեցինք, այլև մեր քաղաքականությունները վերաձևակերպեցինք այդ տրամաբանությամբ, ըստ էության սպառազինության պաշտպանական միջազգային շուկան մեր առաջ բացվեց, որովհետև մենք ասացինք, որ Հայաստանի Հանրապետության բանակը իր ինքնիշխան տարածքից դուրս չի կիրառվելու եւ մենք ըստ էության այդպիսի դե յուրե պարտավորություններ պատրաստ ենք ստանձնել։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ մենք հայտարարեցինք, հռչակեցինք, որ Հայաստանի Հանրապետության բանակը կարող է կիրառվել միայն պաշտպանական նպատակներով եւ միայն ինքնիշխան սեփական միջազգայինորեն ճանաչված տարածքի
տարածքի ներսում։ Իհարկե այդտեղ նյուանսներ կար կապված սահմանազատման եւ այլնի հետ, մենք դա էլ պարզաբանեցինք, որ քանի որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգը համատեղ գործունեության ընդունված է, եւ մենք համոզված ենք, որ այս պահի խնդիրները, որոնք կապված են մեր ինքնիշխան տարածքների հետ, որոնք չեն գտնվում մեր վերահսկողության ներքո, դրանք բոլորը կլուծվեն սահմանազատման գործընթացում, հետեւաբար մեր բանակը ինքնապաշտպանականից բացի այլ խնդիր չունի։ Եվ հետո պարզվեց, որ այդ դեպքում շատ դեպքերում կարիք չկա, որ մենք գնանք դռներ ծեծել։ Մեզ ասում են, իսկ մենք ձեզ կարող ենք առաջարկել սա, մենք ձեզ կարող եւ պաշտպանական, սպառազինության պաշտպանական ամբողջ շուկան, գլոբալ շուկան Հայաստանի Հանրապետության առաջ բացվեց։ Չեմ էլ ուզում թաքցնեմ, այդտեղ կա երկրորդ նյուանսը նույնպես, որը կապված էր հապկի հետ, որտեվ երկրորդ նյուանսն էլ դա էր, որովհետև հապկի մեր մասնակցությունը լրջագույն խոչընդոտ էր, երկրորդ, ես նույնիսկ չի ասի երկրորդ, նույնիսկ երրորդ, չորրորդ, բայց այնուամենայնիվ խոչընդոտ էր միջազգային այս շուկային հասանելիություն ունենալու համար։ Բայց մենք 2022 թվականին ուրիշ իրադրություն ունեինք, մենք ունեինք իրադրություն, որ նույնիսկ $100 միլիոն մենք ունեինք վճարումներ, որ պետք է ստանայինք դրա դիմաց տեխնիկա, սպառազինություն եւ տեխնիկա, եւ մեզ երբեմն քաղաքավարի, երբեմն ոչ այդքան քաղաքավարի, պարզապես այդ մատակարարումները չէր իրականացվում։ Եվ այստեղ այս իրադարձություններն են, որ մեզ հանգեցրել են եզրակացությունների, որ մենք ինչպես պարոն Սաֆարյանն ասենք, այդ պարադիգմա պետքա փոխենք, որովհետև այն բանաձևերը, որով մենք ճանաչում ենք աշխարհը, այդ բանաձևերը չեն ապահովում մեզ համար անհրաժեշտ կենսական իրողությունների եւ իրադրությունների ստեղծումը, եւ նաեւ այդ էր որ պատճառը, որը լեգիտիմ որոշում էր, մենք սառեցրինք մեր անդամությունը հապկին եւ սա շատ կարևոր նյուանսներ են, որ նրբություններ են, որ մեր իրականության մեջ ընկալված չի, որովհետեւ այս հարցը պիտի շատ կոնկրետ պատասխան ստանա եւ ես կարևոր եմ համարում, որ այս նրբությունները մեր հանրությունը արձանագրի եւ նաեւ միջազգային հանրությունը տեսնի, որ Հայաստանի Հանրապետությունը հենց այս կոորդինատներում է դիրքավորվում, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, որը այս սկզբունքներով առաջնորդվում է։ Դուք նշեցիք եւ շատ կարեւոր է նախորդ տարի մենք շատ էական էր Եվրամիության անդամագրվելու, Հայաստանի Հանրապետության անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումը, որը էլի անկյունակարային նշանակություն ունի մեր երկրի առաջին հերթին անկախության եւ ինքնիշխանության ապահովման եւ ավելի բարձր մակարդակ ապահովելու տեսակետից ես ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել կառավարության ընկալումը այդ իրադրության նկատմամբ։ Արդյոք մենք ուզում ենք լինենք Եվրամիության լիիրավ անդամ։ Այո, աներկբա եւ միանշանակ։ Ինչպես ենք դա պատկերացնում։ Մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ որևէ երկիր եւ նախորդող շրջանի փորձը ցույց տվեց, այսինքն այդտեղ չկա, որ աշխարհքաղաքական կամ այլ նպատակահարմարությամբ երկրին չեն ընդունում Եվրամիության անդամ, որովհետեւ դրա համար կա մի շատ մեծ եւ կարեւոր նախապայման։ Երկիրը օբյեկտիվորեն պետք է համապատասխանի Եվրամիության ստանդարտներին։ Լավ կարող է ոչ թե 100% համապատասխանի, բայց գոնե 97, 98, 99% պետք է համապատասխանի։ Հակառակ դեպքում խնդիր դնելը այդ պայմանի շրջանցմամբ դառնալ Եվրամիության անդամ, դա ուղղակի ժամանակի եւ էներգիայի կորուստ է։ Հիմա մեր ռազմավարությունը ամբողջը հետեւյալն է։ Մենք շատ ամուր եւ հստակ պետք է գնանք Հայաստանի Հանրապետությունը Եվրամիության ստանդարտներին համապատասխանող երկիր դարձնելու ճանապարհին։ Երբ որ սա տեղի կունենա, այդտեղ գալիս է քաղաքական որոշման հարցը, որտեղ մենք պետք է մեզ հաշիվ տանք, ի վերջո Եվրամիությունը կարող
կարող է որոշել, որ չի ընդլայնվում ինքը այլևս։ Կարող է նաև հակառակը տեղի ունենալ, բայց կարող է դա որոշել։ Այսինքն այս կետում, երբ որ մենք համապատասխանում ենք, մենք ունենք երկու տարբերակ, կամ մեզ ընդունում են Եվրամիության անդամ, սա հնարավոր է միայն ստանդարտին համապատասխանելու դեպքում, կամ մեզ չեն ընդունում ինչ-ինչ պատճառներով Եվրամիության անդամ։ Երկու դեպքում էլ Հայաստանի Հանրապետությունը շահած է դուրս գալիս։ Մի դեպքում մենք դառնում ենք Եվրամիության լիարժեք եւ լիիրավ անդամ, երկրորդ դեպքում մենք չենք դառնում Եվրամիության անդամ, բայց լինում ենք Եվրամիության ստանդարտներին համապատասխանող ժամանակակից ստանդարտներին համապատասխանող պետություն։ Եվ սա շատ կարևոր է։ Հիմա հաջորդ նրբությունը մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ մենք չենք կարող միևնույն ժամանակ լինել Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ։ Բայց հիմա ուրիշ իրողություն է պարզվում, որ այնուամենայնիվ տարածք կա եւ այս ճանապարհով գնալ եւ լինել Եվրասիական տնտեսական միության անդամ։ Եվ մենք հիմա այսօր այդ տարածքի մեջ ենք։ Մենք հստակ ենք հայտարարում, մենք ձև չենք անում։ Մենք հստակ հայտարարում ենք, որ մենք գնում ենք այս ճանապարհով։ Բայց մենք այսօր Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, ինչը նշանակում է, որ այս կետում անհամատեղելիություն չկա, հակառակ դեպքում դա հնարավոր չէր լինի։ Հետևաբար այնքան ինչքան համատեղելիությունը հնարավոր կլինի, մենք կշարունակենք նաև մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ։ Երբ որ այլևս համատեղելիության անհնարինություն կարձանագրի, մենք դա գիտենք, մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ կկայացնենք այն որոշումը, որը կբխի Հայաստանի Հանրապետության ժողովրդի ազատ կամ արտահայտությունից եւ իմիջիայլոց ես էլ չեմ ուզում բան անեմ, թաքցնեմ։ Էդ չեմ ուզում թաքցնեմ եւ չեմ ուզում դիվանագիտական սեթևեթանքի ժանրին տրվեմ։ Մեր կառավարության մեծագույն առաքելություններից մեկը ես համարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ունենա ընտրություն։ Ընդհանրապես մեր նորանկախ շրջանի ամենակարևոր արձանագրումներից մեկը մենք ինչ տարբերակ ունենք, մենք ինչ ընտրություն ունենք, ներսից են ասում, դրսից են ասում, դուք ինչ տարբերակ ունեք, դուք չունեք տարբերակ, մի տարբերակ կամ մի տարբերակ էլ չի 0.5 տարբերակ, 0.1 տարբերակ, 0.01 տարբերակ, ոչ, մենք ունենք տարբերակներ։ Մենք ունենք տարբերակներ եւ մեր կառավարության մեծագույն առաքելությունը ես համարում եմ, որ մեր ժողովուրդը տենց շիվարածի կարգավիճակով չլինի, որ մենք չունենք տարբերակ։ Ոչ ժողովուրդ ջան, մենք ունենք տարբերակներ եւ մեր այս ընթացքը ցույց տվեց, որ մենք ունենք տարբերակներ եւ մենք այդ տարբերակները հիմա այդ տարբերակների մենյուն ստեղծում ենք Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար եւ բնականաբար երբ որ դրա անհրաժեշտ բայց մենք նաեւ առաջնորդում ենք այդ մենյուի մեջ մենք առաջնորդում ենք եւ ասում ենք որ այո քանի որ ժողովրդավարությունը մեզ համար ընդամենը հանգամանքների պատահական հանգամանքների բերում չէ այլ մեզ համար ռազմավարություն է բնականաբար ժողովրդավարական երկիրը ձգտում է լինել ժողովրդավարական երկրների միջավայրում եւ մենք գնալու ենք այս ճանապարհով շնորհակալություն Շնորհակալություն